Սիրելի ընկերներ, Հայաստանում նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին եւ մենք տեսնում ենք, որ վերջին օրերին շարունակվում են համատարած ձերբակալությունները Փաշինյանի ռեժիմի կողմից իր քաղաքական դիմախոսների նկատմամբ, համատարած նաեւ բռնաճնշումներ են, քրեական գործեր, կալանավորումներ, ձերբակալություններ եւ այս ամենը ըստ էության փաստում է, որ Փաշինյանի ռեժիմը շարունակում է ըստ էության գտնվել խուճապի մեջ եւ շարունակում է ըստ էության բիրտ ուժ կիրառել իր հիմնական քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, որովհետեւ նա վախենում է ընտրության վերջնարդյունքից։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Ողջույն, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ եւս մեկ անգամ հարցազրույցի հնարավորության համար։ Պարոն Խաչիկյան, դուք ձեր Facebook-յան էջում գրառում եք կատարել, որտեղ նշել եք, որ այս ընտրարշավի ֆոնին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում ոչ միայն Հայաստանի ներսում, այլ Հայաստանի շուրջ, մասնավորապես խոսել եք, որ Մեղրին փաստացի արդեն իսկ հանձնված է։ Կխնդրեմ մեր լսարանին առավել բաց կերպով մատուցել եւ բացատրել, թե ինչ է նշանակում ձեր այդ գրառումը։ Սիրով, ես ինչու եմ սրա մասին շեշտ դնում, որովհետեւ երբ որ մարդը ձեզ մի անգամ է խաբում, օրինակ ասում է Ղարաբաղը չեմ հանձնի, հետո հանձնում է։ Երբ որ նա ձեզ երկրորդ անգամ է խաբում, ասում է Զանգեզուրով ճանապարհ չեմ տա, միջանցք չի լինի, հետո էլի խաբում հանձնում է։ Երբ որ նա ասում է մեր Հայաստանի տարածքը 29000-ը թե 28000-ը մենք կպահենք, հետո էլի հանձնում է։ Դուք պետք է հասկանաք, որ վաղը ձեզ է հանձնելու։ Այն մարդը, որը ղարաբաղցիներին խաբեց, դավաճանեց եւ հանձնեց, եւ հիմա Մեղրին հանձնեց, վաղը հանձնելու է ձեզ։ Եվ շատ ակնհայտ է, թե ինչպես են այս մարդիկ ձեզ խաբում։ Սրանք ունեն խորհրդատուներ Ֆրանսիայից, ցավոք սրտի, իմ շատ սիրելի երկրից, որի ղեկավարությունը հանձնեց Արցախը, հիմա էլ հանձնում է Հայաստանը։ Նրանք օգնում են սրանց։ Արևմուտքն է օգնում, Թուրքիան եւ Ադրբեջանն են օգնում եւ բաց ասում են։ Մի քանի օր առաջ Ադրբեջանից հայտարարություն եկավ, եթե սա չընտրվի, մենք կարող է ինչ-որ բան ձեռնարկենք, վախեցնում են մեզ։ Այսինքն մենք այլևս պետք է անկախ չլինենք, պետք է ենթարկվենք թուրքերին։ Հիմա վերջերս դուք տեսաք Ռուբիոն 50 րոպեով եկավ Երևան։ Ես այն ժամանակ ասեցի, երևի ինչ-որ շուտ բան են ստորագրելու, որ անգամ եթե իշխանությունը փոխվի, մենք չկարողանանք հետ բերել Զանգեզուրի միջանցքը եւ Մեղրին։ Եվ այդպես էլ եղավ, փաստորեն, ես խոսեցի իմ գործընկերոջ հետ, Փարիզ ասած համալսարանի Ֆրանսիայում դասավանդող միջազգային իրավունքի մասնագետ, ոչ թե լակոտ բոմժ փողոցից եկած, այլ մասնագետ միջազգային իրավունքի պրոֆեսոր։ Եվ նա նայելով այս փաստաթղթին, որը իմ հետ քննարկեց, նա ասեց. Հայաստանը հանձնել է Մեղրին, մենք հանձնել ենք մեր ինքնիշխանությունը։ Այսինքն ձեզ էլի խաբում են։ Հիմա շատ կոնկրետ, ես 2 րոպեով կարող եմ ներկայացնել շատ կոնկրետ ինչ է գրված։ Ուրեմն, այս պայմանագրի առաջի կետով սահմանվում է, որ կան հատուկ ընկերություններ, այսպես ասած, դուստր ընկերություններ, ենթակա ընկերություններ կամ ոնց ասեցին բանը, подрядчик ռուսերեն, կապալատեր, ոնց է ասում դա։ Կապալառու, այո։ Կապալառու, այսինքն բացատրեմ այդ բառը ինչ է նշանակում, եթե ասենք ես վերանորոգեմ բնակարանս, շինարարներ գան, ես իրանց հետ պայմանագիր ստորագրեմ, որ ասենք այս շինարարն է այս գործը անելու։ Բայց նրանք հետո այդ գործը տան ուրիշ շինարարին, իր հետ պայմանագիր ստորագրեն։ Այսինքն նրանք իմ հետ պայմանագիր ունեն, բայց հետո գնում են ուրիշի հետ են պայմանագիր ստորագրում, որ այդ անձը գա մասնակցի շինարարության մեջ։ Կապալառու։ Հիմա այդ բառը հիշեք։ Առաջի կետով սահմանվում է, որ լինելու են կապալառու ընկերություններ, երրորդ կողմեր, որոնք մասնակցելու են պրոյեկտում։ Երրորդ կետում այս պայմանագրի գրված է, որ կորպորացիան, այդ կորպորացիան, որը ստեղծվելու է տրիպի կազմում, ընդունելու է որոշումներ, որոշ հատուկ հարցերով, որոնք վերաբերվում են ֆինանսներին, երրորդ ուժերի ներգրավմանը
Այսինքն տրիպ կորպորացիան, որտեղ Հայաստանը այլևս մեծամասնություն չունի, մենք ունենք 26%, նրանք 74%, 3-ը 1-ի, նրանք են որոշում, մենք պետք է ենթարկվենք, փոքրամասնություն ենք։ Տրիպ կորպորացիան որոշելու է, թե ով է մասնակցելու այս պրոյեկտի մեջ, երրորդ ընկերություններ, որտեղից են գալու եւ ինչ են անելու, ով է ֆինանսավորելու, ներդրումներ, սեփականության տերը ով է լինելու եւ դա ինչպես է փոխվելու, ակցիոներները ինչպես են փոխվելու ընկերության մեջ, այսինքն այսօր սա մերն է, վաղը մենք կարող ենք դա ուրիշին տալ, ով է զբաղվելու շինարարությամբ, մենեջմենտով, ղեկավարությամբ եւ ում լրացուցիչ կոնցեսիոն իրավունքներ կտրամադրվեն։ Այսինքն նրանք մեր տեղը որոշելու են, թե ով է վերահսկելու այս կորիդորը եւ դա կարող է փոխվել, այնտեղ գրած է, բաց գրած է։ Տրիպը կարող է որոշումներ կատարել եւ փոխել սեփականատիրության վերաբերող հարցերը, ով է սեփականատեր դառնալու եւ ակցիաները ինչպես են բաշխվելու, նրանք են որոշելու։ Այսինքն այսօր 74% ամերիկյան է, վաղը կարող է դա լինի ինչ-որ ուրիշ ընկերություն։ Այո։ Հետո Այո, ասեցի վերջերս, որ տեսա մի վերլուծություն Լոնդոնի տնտեսության համալսարանից, London School of Economics, որտեղ գրած էր, որ ամենայն հավանականությամբ այս կորիդորում, այս միջանցքում ստրատեգիական դեր կատարելու է Թուրքիան եւ Ադրբեջանը, նրանք են զբաղվելու մենեջմենտով, ղեկավարությամբ, վերահսկելու են այս միջանցքը, վերահսկելու են front office-ը, որտեղով անցնելու են այդ վարորդները, ասենք ֆուրերի, այնտեղ հայ չի լինելու իդեպ։ Իսկ Վաշինգտոնում աշխատող մի կենտրոն, եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոն գրում է, որ Հայաստանը ֆորմալ ձևով պահպանելու իր ինքնիշխանությունը, բայց իրականության մեջ Թուրքիան եւ Ադրբեջանը փաստորեն միանում են իրար։ Հետո գրված է 5-րդ կետում գրված է, որ այս պայմանագիրը գերիշխող ուժ է ունենալու Հայաստանի օրենքների նկատմամբ։ Այսինքն մեր սահմանադրությունը, մեր օրենքները երկրորդական են։ Առաջնայինն է այս պայմանագիրը, այսինքն մենք չենք կարող ասել, սա անսահմանադրական է, սա հակասում է մեր սահմանադրությանը, մենք չենք ընդունում սա։ Կասեն, ոչ, դուք պայմանավորվել եք, որ այս թուղթը ավելի մեծ ուժ ունի, քան ձեր սահմանադրությունը, եւ մենք ենք որոշելու, թե ով է մասնակցելու այս պրոյեկտի մեջ՝ ֆինանսավորում, վերահսկողություն, սպասարկում, շինարարություն, այդ բոլորը գրված է, մենք ենք որոշելու։ Դուք այլևս չեք կարող որոշել։ Եվ ասված է, որ այդ կորպորացիան կունենա բացարձակ իրավունքներ օգտագործելու մեղրի տարածքը, բացարձակ իրավունքներ։ Սա եթե հանձնում չի, սա ինչ է։ Այսինքն մենք այլևս ստեղ խոսք ասելու իրավունք չունենք։ Մենք ստեղ այլևս չենք որոշելու ոչինչ, նրանք են որոշելու, վաղը չէ մյուս օրը ում են նրանք հրավիրելու, որ շինարարություն կատարեն։ Չեք կարծում, որ թուրքերին եւ ադրբեջանցիներին, որտեղ նրանք են սպասում, իրանց կողքը կանգնած սպասում են, երբ հասա սկսվելու, որ նրանք մտնեն Հայաստան։ Շինարարությունը կատարելու են թուրքերը, վերահսկողությունը կատարելու են թուրքերը, մեր սահմանապահներին ամենաստորացուցիչ ձևով խնդրելու են, որ մնան հետևի սենյակում, լավաչասեցին մտնեն սեղանի տակ։ Իսկ նրանք համ ֆինանսավորում են, համ ներդրումներ են անելու, համ վերահսկելու են այդ ամբողջ տրանսպորտային հոսքը, համ էլ շինարարություն են կատարելու։ Եթե սա հանձնել չի, սա ինչ է, ու սենց լինելու է 49 տարի պլյուս էլի 50 տարի, որտեղ մեր տոկոսը մի թեթև բարձրանալու է, բայց էլի 51-ի չի հասնում։ Այսինքն մենք վերահսկող այդ փաթեթը չունենք։ Այսինքն դե նախ իհարկե շատ վատ է, որ մենք կորցրեցինք Իրանի հետ մեր սահմանը, հանձնեցինք մեղրին այս դավաճան խմբի պատճառով, եւ երկրորդը շատ վատ է, որ մենք ունենք մի ղեկավարություն, որը անընդհատ խաբում է մեր ժողովուրդը։ Պարոն Խաչիկյան, տեսեք, այս իրադարձություններին զուգընթաց նաեւ հստակորեն սրված է այս ռեժիմի եւ Ռուսաստանի հարաբերությունները։ Ես ինչու եմ նշում հենց Փաշինյանի ռեժիմի, որովհետեւ Փաշինյանը դա Հայաստանը չէ եւ ռուսական կողմը շարունակաբար տարբեր պաշտոնյաների շուրթերով շեշտում է դա, որ իրենք խնդիր չունեն հայ ժողովրդի հետ, իրենց խնդիրը կապված է Փաշինյանի քայլերի հետ եւ հետևանքները, որը որ կարող են լինել
ռուսական տարբեր սանկցիաների տեսքով, իրականում, սակայն հարվածում է Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացուն, հատկապես տնտեսվարողներին։ Եվ տեսեք, ԵԱՏՄ նիստը ավարտվեց, դրանից հետո ռուսական կողմը նոր արգելքներ դրեց հայկական ապրանքների վրա։ Ըստ ներկայումս ինչ շրջափուլում ենք մենք գտնվում այդ առումով եւ արդյոք ռուսական կողմը հունիսի 7-ից հետո էլ կշարունակի իր այդ քաղաքականությունը, եթե Աստված մի արասցե Փաշինյանի վարչախումբը վերարտադրվի։ Եթե այս խումբը նորից ընտրվի, եթե իր աղանդի անդամները կարողանան հաղթել, եւ ի դեպ արդեն նորություններ կան տարբեր աղբյուրներից, որ մարդիկ են գրանցվում տարբեր վայրերում, որոնք այնտեղ չեն ապրում, այսինքն կեղծիքները արդեն պատրաստվում են։ Բայց եթե նրանք հաղթեն, դե նախ արդեն Ռուսաստանի մասին մենք այդքան էլ չենք մտածելու, որովհետեւ Հայաստան չի լինելու, շատ շուտով մենք կորցնելու ենք Սյունիքը, ադրբեջանցիները վերադառնալու են ու մենք Ալիևից խնդրելու ենք, որ նա մեզ թույլ տա, որ մենք դուրս գանք Հայաստանից, ոնց որ Ղարաբաղցիներին թույլ տվեց, որ նրանք Ղարաբաղից դուրս գան։ Այդպես էլ լինելու է ու բոլորը դա ասում են։ Այն մարդիկ, ովքեր արևմուտքում են ու փող չեն ստանում տարբեր ֆոնդերից մեր թշնամիների նրանք, բոլորը տեսնում են սա, Հայաստանը կանգնած է պետականության կորուստի առջև։ Երկրորդը, Ռուսաստանը ցույց տվեց, որ նա կատակել չի սիրում այլևս, կատակների ժամանակը անցել է, այս անձը դուս տվեց Մոսկվայում, որ դուք մեզ կերակրեք, մեզ օգնեք, մեզ զեղչեր արեք, որ մենք ուժեղանանք գնանք ձեր թշնամիների մոտ։ Այսինքն ոնց որ զորով ուզում է Ռուսաստանից սադրել, որպեսզի մենք սկսենք անջատվել Ռուսաստանից։ Կորցնելով Ռուսաստանի շուկան, մեր գյուղտնտեսությունը կորցնում է իր էքսպորտների 85-ից 90%-ը, դա նշանակում է կոլապս։ Հայաստանում այդ ամենը չի կարելի վաճառել, ես կարծում եմ դա չի լինի, իհարկե գները կիջնեն, եւ եթե գները կիջնեն, այդ խեղճ մարդիկ երևի տակ են տալու, բանկրոտ են դառնալու։ Մենք կորցնում ենք Ռուսաստանից եկող բոլոր մեր իմպորտները, դե դա ասենք թե հնարավոր է փոխարինել ուրիշ երկրից վերցնել, բայց մենք ուրիշ երկրում չենք կարող վաճառել մեր արտադրանքը։ Եվրոպայում ես երեք խոսում եմ մեր շատ լավ ընկերոջ հետ 24 TV-ից, ցույց տվեցի որոշ կադրեր, որը իմ մոտ էլ կախել են։ Լեհաստանում, երբ որ Ուկրաինայից սկսեցին ներմուծել Ուկրաինայի ցորենը, դուրս եկան բողոքողները, լեհերը դուրս եկան փողոց եւ լեհերը, ռումինացիները, բոլգարացիները, ֆրանսիացիները, իտալացիները, գերմանացիները, բելգիացիները, Սլովակիայից ֆերմերները դուրս եկան փողոց եւ փակեցին սահմանը Ուկրաինայի իմպորտների համար եւ Ուկրաինայի ցորենը այդ խեղճ մարդիկ հերիք չի իրանց երկիրը ավիրվեց 100,000-ավոր մարդ մահացավ, հիմա էլ իրանց ցորենը թափեցին գետնի վրա, որ նրանք չկարողանան ներմուծել ուկրաինական արտադրանք։ Եվրոպայի ամեն սանտիմետրը իրանց դարակներում, խանութներում ամեն սանտիմետրը վերցրած է, զբաղված է։ Եվ մեզ թույլ տալ այնտեղ վաճառել մեր արտադրանքը նշանակում է վնաս հասցնել եվրոպական ֆերմերներին, իսկ նրանք կատակել չեն սիրում։ Այսինքն մենք ընկանք հեքիաթի հետևից, ինչ որ դատարկ խոսքերի հետևից ընկանք եւ կորցրեցինք մեր ունեցած ռուսական շուկան։ Իսկ դա մի քանի, գուցե ասենք մի ամիս, երկու ամիս, ես ուղղակի գուշակում եմ, բայց երկար չի անցնի, մինչեւ այդ տեղը, մեր տեղը ռուսական շուկայում գրավեն ադրբեջանցիները, վրացիները, կենտրոնական Ասիայից բերվող այդ մթերքը եւ հետո մենք սա հետ չենք բերելու։ Այսինքն մենք կորցրեցինք մի բան, որը մենք կարող է հետ չստանանք։ Հայաստանում սկսվելու է ֆինանսական կոլապս, այդ ֆերմերները, որոնք վարկեր են վերցնում, նրանք բանկրոտության առջև են կանգնելու, բանկրոտ են դառնալու։ Գազի գինը, որ արդեն Ռուսաստանը ասում է պետք է 2 անգամ բարձրացնենք, բարձրանալու է, դա նշանակում է ոչ միայն որ մենք սառելու ենք ձմեռը, որտեղ ոչ բոլորը կարող են 40,000 դրամի տեղը 120,000 դրամ մուծել կամ 80,000 դրամ։ Եվ հետո ջեռուցումը, էլեկտրականությունը, հիմա էլ ատոմակայան են ուզում փակել, ու այս շատ տարօրինակ մարդը ասում է մենք 3 ատոմակայան ունենք, այսինքն պետք է սպասենք, որ արևոտ օր լինի, որ էլեկտրականություն ստանանք։ Սա Հայաստանի ինքնասպանության ծրագիր է։ Այս մարդիկ ուղղակիորեն կատարում են մեր թշնամիների կամքը, ամոթաբար իրենց օգնում է արևմուտքը,
որի նպատակն է Հայաստանը լինի չլինի իրենց այդքան հետաքրքիր չի, կարևորը ռուսներին դուրս հանել Կովկասից կամ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ Կովկասում, որ Ուկրաինայում Ռուսաստանը պարտվի։ Դա է իրենց նպատակը։ Թուրքիա-Ադրբեջանի նպատակը գիտենք, ու այս մարդը կատարում է նրանց հրամանները։ Այս անձը եւ իր դավաճանական խումբը ուղղակիորեն իրագործում են Հայաստանի ոչնչացման ծրագիրը։ Հիմա էլ մենք տեսնում ենք դրա տնտեսական մասը։ Մենք սովի արժև ենք կանգնելու, լինելու է սով, մարդիկ փող չեն ունենալու ծախսելու, եւ բանը Պուտինը ասեց այն, ինչ որ ես մի քանի ամիս առաջ ասել էի, որ հասկանում եք, որ եթե դուք դուրս եք գալիս ԵԱՏՄ-ից, արդեն դուք իրավունք չունեք Ռուսաստանում ապրել եւ աշխատել այնպես ինչպես առաջ էր դա արվում, դուք հիմա պետք է դուրս գաք Ռուսաստանից։ Ռուսաստանից 100,000-ավոր մարդիկ հայկական քաղաքականություն ունեցող պետք է դուրս գան, նորից վիզա ստանան, որ վերադառնան, ու հետո էլ աշխատանքի իրավունք ստանան, այսինքն շաբաթներով, ամիսներով նրանք պետք է ինչ-որ թղթեր լրացնեն դրա համար։ Արտոնություններ չեն լինելու։ Այո, արտոնություններ չեն լինելու, ճիշտ ասեցիք, եւ մենք զրկվելու ենք այդ մարդկանց ուղարկած 4 միլիարդ դոլարից ամեն տարի, որով նրանք պահում են Հայաստանի կեսը, չնայած իզուր են անում, որտեվ ինչպես պարզվում է, մարդիկ շատ անշնորհակալ են եւ դա չեն էլ հիշելու։ Նրանք եթե վերադառնան Հայաստան, Հայաստանում սկսվելու է գործազրկություն, այդ մարդկանց ով է գործ տալու։ Նրանք որտեղ են մնալու, որտեղ են ապրելու։ Մի մասը, փոքր մասը, որը կարող է, ասենք, վիզա ստանալ եւ հեռանալ, գնալ Ամերիկայում կամ Եվրոպայում ապրել, կգնան։ Մնացածները ուր են գնալու։ Մնալու են Հայաստանում։ Մենք կունենանք գործազրկության խնդրեմ, մենք կունենանք ֆինանսական խնդիրներ, տնտեսական կոլապս, հնարավոր է նաև սով։ Ժամանակավորապես կարող է Թուրքիան եւ Ադրբեջանը ինչ որ օգնություն տրամադրեն, որպեսզի մենք չանհանգստանանք, որ մենք կտրվում ենք Ռուսաստանից։ Դրանից հետո Ալիև եւ Էրդողանը երկուսով կամ միակ Ալիևը մենակ որոշելու է ամեն օր մենք ջեռուցում կունենանք թե ոչ, մենք գազ կունենանք թե ոչ, մենք հաց կուտենք թե չենք ուտի։ Նա է որոշելու։ Թող մեր ժողովուրդը տեսնի իր աչքերով, թե ինչի բերեց այս հիստերիկ, անպատրաստ, տապալված, անհաջող լրագրողի եւ իր դավաճանական խմբի քաղաքականությունը ինչի բերեց։ Դուք խոսացիք Ռուսաստանի մասին, ակնհայտ է, որ ռուսական կողմը չի պարտվում Ուկրաինայում, մենք տեսնում ենք շատ ծանր հարվածներ են հասցվում ուկրաինական քաղաքներին, մասնավորապես մայրաքաղաք Կիևին, եւ դա Ռուսաստանը իրականացնում է ի պատասխան նրա, որ մերձբալթյան երկրներից թիրախավորում է Ռուսաստանի տարածքը, դրա մասին արդեն բացահայտ են խոսում, որ ՆԱՏՕ-ն ըստ էության արդեն անմիջական պատերազմի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ եւ օրեր առաջ մենք նաեւ տեսանք եւս մեկ հետաքրքիր իրադարձություն, ռուսական անօդաչուն հարվածել էր Ռումինիայի քաղաքներից մեկի շինություններին եւ եվրոպական կողմը հայտարարել էր, որ ռուսական կողմը եւս մեկ աստիճան բարձրացրեց հակամարտության այս սանղակը, հա։ Եվ հիմա ձեզ ինչ կարող ենք կանխատեսել այդ ուղղությամբ։ Մենք գնում ենք էսկալացիայի աստիճաններով, սա կոչվում է էսկալացիայի աստիճան, escalation ladder անգլերեն, այսինքն քայլ առ քայլ աստիճաններով մենք բարձրանում ենք։ Նախ ասեմ, որ այս պատերազմը մեծագույն ողբերգություն էր, մեծագույն 100,000-ավոր երիտասարդ տղաներ մահացան եւ ուկրաինական կողմից եւ ռուսական կողմից։ Սա մեծագույն հանցագործություն էր, այս հարցը պետք է լուծվեր խաղաղ ձևով։ Ահավոր զոհեր, ավիրատություններ, Ուկրաինայի բնակչության ասում են 1/3-ը փախստական է դարել, դուրս է եկել երկրից, երկիրը ավիրվել է, 100,000-ավոր զոհեր, Ռուսաստանը ունի իր զոհերը։ Այս հարվածներից առաջ եղավ հարված Ստարոբելսկում մի դպրոցի կացարանի վրա, որտեղ անչափահասներ սպանվեցին 40 հոգի, դա բարբարոսություն էր, ուկրաինական կողմից նույնպես երեխաներ են մահանում։ Սա մեծագույն ողբերգություն է եւ հանցագործություն է, որը պետք է կանգ առնի։ Խաղաղ ձևով պետք է սա լուծել։ Ինչ վերաբերվում է այդ էսկալացիային, ՆԱՏՕ-ում դուք տեսնում եք Եվրոպան պատրաստվում է պատերազմի, ռազմականացման process է գնում Եվրոպայում կառուցվում են ռազմական գործարաններ, մարդիկ խոսում են արդեն պարտադիր զինվորական ծառայության մասին։ Ռազմական բյուջեն է ավելանում։ Ապրեք, շատ ճիշտ եք, այո, ռազմական բյուջեն է ավելանում, գործարաններ են կառուցվում,
Եվրոպան ասում է, որ պատրաստում է պատերազմի, որը խելագարություն է այսպիսի բան ասել է, երբ որ դուք գործ ունեք մի երկրի հետ, որը ունի առնվազն 6000 միջուկային գլխիկ, ինչքան թաքնված գլխիկ կա, մենք չգիտենք։ Սառը պատերազմի ժամանակ եւ Միացյալ Նահանգները եւ Սովետական Միությունը ունեին ամեն մեկը 35000 գլխիկ։ Այդ զենքով կարելի էր 7 անգամ ոչնչացնել ամբողջ մարդկությունը, 7 անգամ։ Հիմա մենք ունենք 7000, դեգոնե պաշտոնապես 5500, չգիտենք ինչքան է այնտեղ, ասում են 5500, որը բավական է։ Այդ մի գլխիկը կարող տասնյակ անգամ ավելի մեծ հզորություն ունի, քան Հիրոշիմայի վրա օգտագործված ռումբը, որը ուներ, եթե ճիշտ եմ հիշում, 15 կիլոտոն, իսկ այս ռումբերը կարող են ունենալ արդեն մեգատոնների հարց է այնտեղ։ 10, եթե ոչ 50 անգամ ավելի հզոր են։ Սա խելագարություն է, բոլորին հասկանալի է, որ սա չի կարող տեղի ունենալ, բայց կողմերը կարծես փորձում են, անգլերեն սա կոչվում է chicken, game of chicken, այսինքն դա նույն բանն է, ինչ որ ես ու դուք նստենք մեքենաներ եւ նեղ ճանապարհով սրընթաց քշենք իրար վրա, այսինքն ով առաջինը կվախենա, ով առաջինը բան կանի, ղեկը կթեքի եւ դուրս կգա ճանապարհից, ով առաջինը կվախենա, սա է այս խաղը։ Մենք արդեն տեսանք, որ անգամ Ռուսաստանի միջուկային ուժերի մի մասը թիրախավորվեց, որը անհնար էր պատկերացնել սառը պատերազմի ժամանակ։ Հիմա արդեն Ռուսաստանը ասում է, որ մենք կարող ենք նաև խոցել այն երկրների, այն ռազմական օբյեկտները, որոնցից Ուկրաինան դրոններ է ստանում։ Ուկրաինան տեսնում եք արդեն մեծ խորության վրա հարվածներ է հասցնում։ Ռուսաստանի խորքում արդեն մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա Ուկրաինան իր սեփական բալիստիկ հրթիռներն է մշակում, իր սեփական դրոններն է մշակում։ Սա մենք այսպես սրընթաց բարձրանում ենք էսկալացիայի աստիճաններով։ Ես հույս ունեմ, որ մենք դեռ ունենք խելացի մարդիկ, խելամիտ մարդիկ, որոնք թույլ չեն տա, որ սա հասնի միջուկային հարվածների փոխանակման, քանի որ եթե լինի անգամ մեկ միջուկային զենքի օգտագործման դեպք, դա միանգամից սադրում է գործողությունների մի շարք, որը կանգնեցնել այլևս չի լինի, որովհետև ցանկացած կողմը գործելու է որպեսի կանխել մյուս կողմի գործողություն, այսինքն ես հարվածեմ, մինչև ինքը չի հարվածել։ Եվ ամեն կողմը իր գործողությունը ներկայացնել է որպես պատասխան։ Այսինքն ես հարվածում եմ, որովհետև ես պատասխանում եմ, եւ ես հարվածում եմ, որովհետև եթե հիմա ես չհարվածեմ, նա կհարվածի։ Դա ստեղծում է մի վիճակ, որը կոչվում է crisis instability, կրիտիկական անկայունություն, որտեղ ամեն կողմը խթան ունի ինչքան հնարավոր է արագ հարձակվել։ Սա արդեն կանգնեցնել հնարավոր չի լինի։ Մեր միակ հույսը այն է, եւ եթե դա լինի, մենք այդ կմոռանանք Մեղրի, Ղարաբաղ, Հայաստան, այդ արդեն կապ չի ունենա, որովհետեւ մենք բոլորս ադրբեջանցիների հետ կամաց հրաժեշտ ենք տալու մեր երկրի մոլորակին եւ վերև ենք գնալու։ Դե ես հույսով եմ գոնե ես վերև կգնամ կխոսեմ մեր սրբազանների հետ, ինձ կաջակցեն այդ հարցով։ Չնայած հետո կասեմ կոռուպցիա է, երևի չանեմ դες բան։ Եվ այո, այդ պարագայում արդեն դա նշանակություն չի ունենա։ Այո, մեծ էսկալացիա է, շատ վտանգավոր իրավիճակ է եւ սրա վերջը չի երևում, որովհետեւ անհնար է պատկերացնել, թե ինչպես Ուկրաինան կհամաձայնվի հանձնել Դոնբասը, Դոնբասը, Լուհանսկը, Ղրիմը, Խերսոնը եւ Զապորոժիեն, իսկ մյուս կողմից անհնար է պատկերացնել, թե ինչպես ռուսները դա կարող են զիջել։ Ցավոք սրտի բոլոր խափանվեցին բոլոր փորձերը այս հարցը լուծել խաղաղ ձևով։ Եվ ցավալին նաև այն է, որ Հայաստանին ներքաշում են այս մսաղացի մեջ, հակառուսական պլազդարմ դարձնելով եւ հայ ժողովուրդը ըստ էության մեկ անելիք ունի, որպեսզի չդառնա այդ մանրադրամը եվրոպական կառույցների կամ պետությունների ձեռքին, գնա ընտրատեղամաս հունիսի 7-ին եւ իր վերաբերմունքը ցույց դնի Փաշինյանի ռեժիմի նկատմամբ, ով Հայաստանը այսքան աղետներ բերելուց հետո եւս մեկ շատ ավելի մեծ արհավիրք է պատրաստում բերել, Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական բախման կենտրոն, որի հետևանքները մենք արդեն տեսնում ենք։ Այո, դա այդպես է, սա մեր միակ հնարավորությունն է կանխել Հայաստանի վախճանը, Հայաստանը կամ կներքաշվի այս պատերազմի մեջ, կամ ավելի հավանական է, ուղղակի նրանք կխնդրեն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր հարցերը լուծեն,
եւ Ռուսաստան այստեղից դուրս գա։ Եվ դրանից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը դառնալու են ՆԱՏՕ-ի անդամ եւ ՆԱՏՕ-ն զսպելու է Ռուսաստանը հարավից։ Իրենց պետք է որ Հայաստանը չլինի կամ Հայաստանը լինի Թուրքիայի, Ադրբեջանի ծառան։ Մենք այլևս ինքնիշխանություն չունենանք, ենթարկվենք, չնայած առանց դրա էս մեկը ենթարկվում է։ Դա մեծ վտանգ է։ Պետք է երևի բոլորս գիտակցենք, որ այս խումբը իր աղանդի անդամներին մոբիլիզացնելու է, ավտոբուսներով տանելու է տարբեր տեղեր, հա, որտեղ նրանք քվեարկել, այո։ Եվ այն մարդիկ, ովքեր մնալու են տանը, փաստորեն քվեարկելու են իշա այս իշխանության, որովհետև եթե մենք չդիմադրենք, նրանք գնալու են այնտեղ, նախ կեղծիքներ են լինելու, հաստատ լինելու են։ Նորից եմ խորհուրդ տալի մարդկանց ֆանարիկներով գնալ, որ էլի լույսը անջատեն, կարողանան տեսնել, թե ինչ են այնտեղ անելու։ Մենք պետք է բոլորս գնանք տեղամաս, բոլորս պետք է մեր ձայնը արտահայտենք, անգամ եթե մարդիկ առայժմ կողմնորոշված չեն, կարող են իրենց որոշումները կայացնեն, շատ ընտրություն կա, այդ նախկին ներկա այդ հին երգը էլ չի անցնում, նա տեսնում է, որ դա չի աշխատում, որտեղ մենք ունենք նոր մարդիկ, մի քանի ուժ ունենք, մարդիկ ընտրություն ունեն։ Շատ կարևոր է, որ մենք пассив չմնանք, գնանք եւ քվեարկենք։ Եթե այս մարդը հաղթի, ամիսների ընթացքում վերադառնալու են ադրբեջանցիները Հայաստան, սկսելու է Հայաստանի փախուստ, մեղրի միջանցքը կառուցվելու է, մենք անգամ Իրան չեն կարողանալու փախնել, բոլորս փախնելու ենք Վրաստանով։ Վրաստանը երևի կսահմանի իր կարգը, թե ինչպես են հայ փախստականները Վրաստանով անցնելու, հիշեք ինչպես էր Թուրքիան թողնում, որ Սիրիայից փախստականներ մտնեն իր տարածք։ Սա ռեալ է, սա շատ ռեալ է։ Դուք ձեր աչքի առաջ տեսաք, ինչպես այս մարդը հանձնեց, խաբեց եւ հանձնեց ղարաբաղցիներին եւ ամբողջ աշխարհը լուր նայեց։ Նույն ձևով վախճանվելու է Հայաստանը, եթե դուք ոչինչ չանեք, եթե դուք չգնաք եւ չքվեարկեք, ձեր տեղը քվեարկելու են այս մարդիկ։ Եվ մենք զրկվելու ենք մեր հայրենիքից։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, սիրելի ընկերներ, այս պահին ես զրուցեցի Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչկյանի հետ։ Մնացեք Anti-Fake-ի հետ, կհանդիպենք հետագայում։